3 կեսգիշերին մոտ Արմավիրում սպանված են գտել մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանին։ Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, Սիմոնյանի մարմինը կապկպված վիճակում հայտնաբերվել է Միասնիկյան Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող Դալարիկի ձոր կոչվող տարածքում։ Արմավիրի մարզպետի խորհրդականը մոտ 2 օր կորած էր համարվում։ Նրա կինը ոստիկանություն էր ահազանգելու նշել, որ ամուսինը տանից դուրս էր եկել հուլիսի 22-ին ժամը 22-ից 23-ի սահմաններում եւ այլևս չէր վերադարձել։ 52-ամյա տղամարդու սպանության մասին լուրից ցնցված են Արմավիրի մարզպետարանում։ Սիմոնյանն այստեղ աշխատում է 2015 թվականից եւ ինչպես պնդում են գործընկերները, բնավորության բավականին հանգիստ անձնավորություն է։ Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ զրուցել չհաջողվեց, փոխարենը նրա մյուս խորհրդականը Ազատությանը պատմեց, որ Սիմոնյանին վերջին անգամ տեսել է ուրբաթ երեկոյան։ Միասին դուրս են եկել շենքից, բայց տարօրինակ ոչինչ չեն նկատել։ Աշխատանքը ավարտվեց ժամը 18:00-ին։ Միասին դուրս եկանք, աշխատասենյակը փակեցինք, իջանք ներքև, ներքևում էլ միմյանց հաջողարեցինք ու բաժանվեցինք։ Ու այդ բաժանվելուց հետո ես իր հետ ոչ մի կապ չեմ ունեցել։ Միայն կիրակի օրվա որդին զանգարեց ինձ, հարցրեց թե ինչ տեղյակ եմ, թե չէ։ Որտեղ է հայր։ Հա, որտեղ է պապան, քո հետ չի, ուր է գնացել, չգիտենք որտեղ, ասի որ տեղյակ չեմ, իր հետ կապ չեմ ունեցել, չգիտեմ, ասի ինչ է պատահել, ասեց պապան շաբաթ երեկոն գնացել է, մինչև հիմա դեռ չկա, տեղեկություն չունենք։ Արդեն 3 օր է Սիմոնյանի աշխատասեղանը դատարկ է, հենց այստեղ էր նա ընդունում քաղաքացիներին ցույց է տալիս ու պատմում Արամ Ղահրամանյանը։ Ըստ նրա Սիմոնյանը զբաղվում էր հիմնականում ֆինանսական հարցերով, բայց անգամ այդ պարագայում թշնամիներ չուներ։ Սպանության պատճառը կապել նրա քաղաքական գործունեության հետ գործընկերը չի շտապում։ Միշտ ասում էր, որ ես ոչ մի պրոբլեմներ չունեմ, ոչ մի հետ տալիք առնելիք չունեմ։ Մի խոսքով ամեն ինչ ասում էր նորմալ է։ Պրոբլեմներ, թշնամիներ, պրոբլեմներ ոչ մեկի հետ չունեմ։ Թե ով կամ ինչ պատճառով կարող էր դաժանաբար սպանել մարզպետի խորհրդականին, չեն պատկերացնում նաև Սիմոնյանի հարևանները։ Սարդարապատ համայնքի բնակչուհի Շուշանիկ Ասլանյանի խոսքով դեպքի մասին գիտեն միայն այն, ինչ պատմել է Սիմոնյանի կինը։ Ձեն տվեցին Մանուկը տունն էր, ասեցի հա տունն է։ Գավ իր հագուստը փոխեց, բանով էր կարճ շորտիկով ա եղել ու իջելա գնացելա։ Դե ժամը 10:10 ա եղել, կինը էլ չի իջե նայել, ինչ մեքենա է բան։ Ու դες նստել ա գնացի, հիմա չգիտենք։ Ոչ ոք չի տեսել ինչ մեքենա է եղել։ Ոչ ոք, ու ժամ ա եղել, դες 10:10 երևի։ Ընտանիքում կասկածներ կան, ով կարա դա եղած լինի։ Չէ, կինս չի կասկածում, ով պետք է չի։ Ոչ մեկի անունը կամ պատճառները։ Մենք բան չունենք այտենց մարդ չունենք, որ դավաճանեն մեզ։ Հարևանուհին ասում է Սիմոնյանը նաև իր թոռների քավորն է, գիտի, որ նա պարտքեր չի ունեցել անձնական հարցերով խնդիրներ նույնպես։ Մարզպետի խորհրդականը 1 որդի ունի, մինչև պետական կառույցում աշխատանքի անցնելը եղել է նաև Պարիտեր Ինվեստ ՍՊ-ի տնօրենը։ Համակարգչային տեխնիկայով զբաղվող ընկերություն մենք եւս այցելեցինք, սակայն գրասենյակում գտնվող երիտասարդը, ով պնդեց, որ աշխատակից չհրաժարվեց պատասխանել հարցերին։ Ինչպես Ազատությանը հայտնեցին քննչական կոմիտեից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ էլ գործի քննությունը տեղափոխվել է հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, այժմ քննություն է տարվում դրանք ստուգելու ուղղությամբ։